Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջույն սիրելի բարեկամներ, բարևում եմ բոլորիդ, այսօր ունենք հյուր, մեր հյուրն է այսօր դոկուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ողջունում եմ ձեզ պարոն Բաղդասարյան, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Միջև բուն հարցերը անցնելը չեն կարող չզրուցել Վարդան Ղուկասյանից, կա ինչ-որ տեղաշարժ Վարդան Ղուկասյանի գործից, ինչ-որ նորություններ դրական։ Ըստ էության պարոն Ղուկասյան օրեր առաջ հրապարակային հայտարարությունով հանդես եկավ, փաստաբանական խումբը իդեմս ինձ եւս հայտարարությունով հանդես եկանք, եթե դեմ չեք 2-3 րոպե ընթացքում տամ փաստական հանգամանքները վերջ իրադարձություններին։ Իհարկե։ Ինչպես նախկինում բարձրաձայնել ենք, ամերիկյան դատան իր վերջնական դատական ակտով վճռեց, որ Վարդան Ղուկասյանը պետքա Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս գա։ Դրանից հետո փաստաբանական խումբը բողոքարկեց դատանի վերջնական վճիռը եւ օրինական ուժ չստացավ։ Այդ ընթացքում մոտ մի 2-3 ամսվա ընթացքում 4 երկրներ ֆուլ վիզա տրամադրեցին Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյանը ընտրեց այդ երկրներից մեկը։ Եվ նման դեպքում պետք չի մեծ գիտելիքներ իրավական ունենալ հասկանալու համար, որ նման դեպքում եթե հրաժարվում է շագիրդի ռանձը տվյալ դեպքում Վարդան Ղուկասյանը այդ վերաքնիչ բողոքից, վերադասության կարգով բողոքից վճիռը ստանում է օրինական ուժ։ Եվ հիշեցման կարգով ասեմ, վճիռը պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս գա։ Այդ ընթացքում գաղտնիք չի եւ ինչու՞ չէին վստահորդի շահերից է բխում, ես գրապարակեմ նախկինում եւս բարձրաձայնվել է դա։ Միացյալ Նահանգների լիազոր պատկան մարմիններից լիազոր ներկայացիչը զրույց է անում Վարդան Ղուկասյանի հետ եւ ասում է. «Պարոն Ղուկասյան, դու բողոքից մի հրաժարվի, քո խափանում կալանքը մենք կփոխենք, կմնաս Միացյալ Նահանգներում, բողոքներ թող քննվի, կես տարի կտևի, 1 տարի կտևի»։ Եվ Վարդան Ղուկասյանը հրաժարվում է այս պատճառաբանությամբ, որ մեկ ավելի տարի ես գտնվել եմ վարչական կալանքի անվան տակ անազատության մեջ, ինձ բացարձակ չի հետաքրքրում արդեն։ Եվ այսպես ասած ասում են կիսափակագծերը, որ ձեր իրավունքն է, կարող եք գնալ, բայց իմացեք, որ ամեն ինչ անել եք, որ կձգձգեք։ Այդ ընթացքում փաստաբանական խումբը երկրորդ պահանջն է ներկայացնում դատական պաշտպանության կարգով, որ պարտավորեցնեն լիազոր մարմիններին, որպեսզի թույլատրեն վարչական կալանքից դուրս գա եւ մեկնի երրորդ երկիր։ Ընդհանրապես Միացյալ Նահանգների օրենսդրությամբ նման կարգի պահանջները, դատական հայցերը, դիմումները, այսպես ասած, արագացված կարգով են քննվում։ Այդ դիմումը քննվեց կես տարի եւ ավել շրջանակներում եւ ոչ ավել, ոչ պակաս դատանը այսպիսի մի դատական ակտ հրապարակեց, որ Ամերիկայի դատարանը չունի նման նախադեպ պարտավորեցնելու համապատասխան լիազոր մարմիններին, որպեսզի վճիռը կատարածեն։ Սա է իրական պատմությունը եւ սրա մեջ ընդամենը լուսավոր կետը նա եմ տեսնում, որ Վարդան Ղուկասյանը իրենից ներկայացնում է այնպիսի մի իրավիճակում է գտնվում, որ գերտերությունը չի ցանկանում, որպեսզի մեկնի երրորդ երկիր։ Երրորդ երկիրն էլ գաղտնիք չէր, հրապարակայնացվել է ժամանակին, դա Ռուսաստանի Դաշնությունն էր, այսինքն 4 երկրներից մեկը, որ ընտրեց պարոն Ղուկասյանը, դա Ռուսաստանի Դաշնությունն էր։ Ահավասիկ սա է իրավիճակը եւ պարոն Ղուկասյանը վարչական կալանքի անվան տակ այսօր գտնվում է անազատության մեջ եւ բազմիցս բարձրաձայնվել է, որ արդեն ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ է կրում բոլոր հետևանքներով։ Ինչևից է ընտրություններին գնում ենք առանց Վարդան Ղուկասյանի ազատության մեջ գտնվելու, այսպես ասած, առաջնորդության, բայց կուսակցությունը իր առաջնորդությամբ մասնակցելու է ընտրություններին, թերևս այսքան։ Իսկ ընտրվելու դեպքում ինչպես եք առաջադրելու Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, քանի որ նրան չեն գրանցել երկրից բացակայելու պատճառով, եթե ես չեմ սխալվում։ Եկեք մենք բաժանենք երկու մասի հարցը։ Մեկ ազգային ժողովի ընտրություններն են, համապետական ընտրությունները, որ հունիս ամսվա սկզբին է լինելու, կարծես հունիսի 7-ին։ Մյուսը վարչապետի վարչապետ լինելու կարգավիճակն է։ Այո, ճիշտ նկատեցիք, ազգային ժողովի պատգամավորության տեխնացուն չգրանցեցին
Դա այլ թեմա է, ասենք, եթե կցանկանաք, ես դրա իրավական գնահատականը կտամ։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու լինելուն, դա բացարձակ կապ չունի ընտրությունների հետ։ Մասնավորապես, եթե ընտրություններում հաղթում է կուսակցությունը եւ ընտրությունների արդյունքում իրավունք է ունենալու ձևավորելու նաև գործադիր մարմին, այսինքն կառավարություն, օրենքով սահմանված կարգով դրա իրավական գործիքակազմը կա։ Մгм. Հայտարարում է որպես իրավական։ Եթե կցանկանաք կներկայացնեմ կարճ նաև թե չգրանցելու հետ կապած իմ իրավաբանից իրավական գնահատակը, եթե հետաքրքիր է իհարկե։ Հետաքրքիր է, իհարկե։ Ուրեմն կենտրոնական հանձնաժողովը, որին է տրված այդ լիազորությունը գրանցել կամ չգրանցելու падգամավորի տեխնացուներին կամ ամբողջական կուսակցությունը, այդ ֆորմատով կենտրոնական հանձնաժողովը մերժեց հետևյալ պատճառաբանությամբ։ Ասեց, որ պետական լիազոր մարմնից, այն է անձնագրային բաժնից, Վարդան Ղուկասյանը չի վերցրել համապատասխան փաստաթուղթը եւ այդ հիմքով մերժում եմ։ Այն դեպքում, երբ հանրային փաստերը Վարդան Ղուկասյանը լավագույն ցանկության դեպքում չէր կարող գնալ անձնագրայինից այդ համապատասխան տեղեկանքը վերցնել։ Այդ հիմքով ընդհանրապես մերժել եւ դրա հետ կապված ես ասեմ կարճ իմ իրավական գնահատականը եւս բաժանեմ երկու մասի։ Մենք ունենք օրենք եւ ունենք իրավունք։ Իրավունքը գերակա է օրենքից եւ նաեւ մեր հիմնական օրենք սահմանադրությամբ ամրագրված է, որ իրավունքը գերակա է։ Այսինքն պայմանական, եթե քո իրավունքը խախտվում է, նման դեպքում օրենքի այդ պարտադիր պայման դիտող հատվածը պետք է անտեսվի։ Այսինքն եթե Վարդան Ղուկասյանը գտնվում էր վարչական կալանքի տակ, լավագույն ցանկության դեպքում չէր կարող դա վերցնել։ Միջնորդություն արվել կենտրոնական հանձնաժողովի, որ քննարկել Վարդան Ղուկասյանի հարցը, մինչև այդ խնդիրները, մինչև վերջինս չլինի ազատության մեջ եւ դիմի պետական լիազոր մարմնին, ինչը մերժվեց, կարծում եմ ոչ իրավաչափ դա, իմ կարծիքն է, եւ երկրորդ կարևոր հանգամանքը։ Գիտեք, իրավական ակտերով այսպիսի մի դրույթ կա միջազգային իրավակիրառ պրակտիկայում եւս եւ մարդուրանքի եվրոպական դատային նախադեպային դատական ակտերում եւս դա ամրագրված է։ Պայմանական, եթե վարչարություն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում ասենք կենտրոնական հանձնաժողովը կամ այլ պետական լիազոր մարմին, երբ նա կայացնում է որոշում եւ այդ որոշումը առերևույթ անօրինական է, իրավաչափ չի եւ դա իրավական գնահատականը չի տրվում, հաջորդ անգամ նմանօրինակ գործողություն կատարելիս պետքա հիմք ընդունեն այն նախադեպը, որ արդեն տվյալ լիազոր մարմինը կայացրել է։ Հիմա փորձեմ ավելի, այսպես ասած, պարզ մատչելի լեզվով ասեմ։ Հանրապետության երկրորդ նախագահ ըստ էության չի եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ընտրվել է։ Հանրապետության 4-րդ նախագահ իդեմս Արմեն Սարգսյանի եւս երկքաղաքացի եղել եւ ընտրվել է։ Նման դեպքում դրա իրավական գնահատականը չի տրվել։ Այո, բարձրաձայնվել է հասարակության կողմից, ինչու՞ չէ իրավաբանների կողմից, որ իրավունք չունեն։ Բայց դրա իրավական գնահատակը քանի որ չի տրվել, նշանակում է 3-րդ, 4-րդ նմանօրինակ տարբերակներով պետք է ընդունելի գիտություն։ Մեկ անգամ եւս կրկնվում եմ, դա ամրագրված է ինչպես մեր ներպետական օրենքներով, այնպես էլ ամրագրված է մարդու իրավունքների եվրոպական դատային նախադեպային դատական ակտերով։ Ինչևէ չեմ ցանկանում դրա վրա ես շատ ծանրանամ, ուղղակի արձանագրում եմ, որ դոկ կուսակցությունը մասնակցել է ընտրություններին, ցավոք սրտի անհավասար պայքարը արդեն առաջնորդը գտնվում է անազատության մեջ եւ ընտրությունների արդյունքից բացառապես արդեն կախված կլինի Վարդան Ղուկասյանը կարող լինելու ազատության մեջ եւ ձևավորել է կառավարությունը թե ոչ։ Շատ լավ։ Պարոն Բաղդասարյան, ես տեսնում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը համարյա թե բոլոր այցելում են մարզեր, գյուղեր, քաղաքներ, բայց դուք կուսակցությանը ես չեմ տեսնում ակտիվ այդ ոլորտում։ Ինչու՞։ Շատ գեղեցիկ հարց տվեցիք, ես փորձեմ հնարավորինս մաքսիմալ ձևով այդ հարցի պատասխանը տամ։ Մի քանի մասից է դա եւս բաղկացած։ Մեն դոկ կուսակցությունը առաջնորդության Վարդան Ղուկասյանի չունի այդ կարիքը, որ միայն ընտրություններից առաջ դուրս գա մարզեր, դուրս գա բակեր եւ ինչ-որ ցույց տա, ասի, սա ես եմ, սա իմ ուժն է, սա իմ ծրագիրն է։ Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքը, այն էլ հերավար կարգով հասարակությունը լավ է տեսել։
Եվ ավելին ես արձանագրեմ, որ չունենալով համապատասխան պետական լծակներ, չունենալով այլ լծակներ, վերջինս բացառապես իր խոսքի ուժով կարողացել է ավելի շատ հարցեր լուծել, քան թե շատ պետական հիմնարկներ, նախարարություններ։ Դա իմ կարծիքով անդրայետ փաստ է եւ երևա։ Այդ պատճառով մենք կարիքը չունենք մտնելու բակեր եւ մարզեր։ Երկրորդ կարևոր հանգամանքը ուրեմն նման ձևով քարոզարշավը ես որպես հայ մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կներեք թող չափազանցություն չթվա ամոթ եմ զգում։ Այն օրական ռեժիմով երբ մենք տեսնում ենք այն քարոզարշավը միմյանց նկատմամբ ցեղ շպրտել եւ այլն, դա ես կարծում եմ պատիվ չի բերում այնպիսի մի երկրի, որը առիթը բաց չի թողում, ասի որ աշխարհի ամենահին երկրներից ենք եւ որպես պետական կրոն ընդունել են քրիստոնեությունը։ Երրորդ կարևոր հանգամանքը եւ կարծում եմ ով հետևում է համացանցին կտեսնի, որ միակ կուսակցությունն է, որ պայքար է մղում, այսպես ասած, քաղաքական առևտրի այս ընտրակաշառք կոչված աղբի եւ մնացածի հետ կապված։ Դա ահավոր է, դա արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը եւ գիտեք, երբ կարդում ես այն դեպքում նաև նայում ես պետական լիազոր մարմնի տված պաշտոնական հայտարարությանը, որ հանցագործ խմբեր են ուղակի գործում եւ դրանից հետո հարց է բարձրանում եւ թե մյուս կողմը հայտարարում ասում է որ գիտեք դրանք ֆեյքեր են, դրանք ճիշտ չեն, ներեցեք, ոչ թե ֆեյքեր են, այլ պետական լիազոր մարմինը ճիշտ չի ասում, մոնտաժ անում, բայց նման դեպքում կա նաև իրավական գործիքակազմ։ Բա ինչի հայտարարություն չես տալի կոնկրետ պետական մարմինը դնում է կոնկրետ ձայնագրություն։ Բա հայտարարություն դատախազությանը համապատասխան մարմինը սա քրեական գործ հարուցի, քրեական վարույթ հարուցեք։ Գիտեք, այստեղ խնդիրը այնքան այն չի, որ ընտրակաշառք հասկացողություն կա, բայց երբ նայում ես եւ լսում ես, չեմ ուզում ինչ-որ կոպիտ բառապաշարով ասեմ, այդ խոսույթները միմյանց նկատմամբ, այդ ոնց ասեմ, այդ էժանագին կոնտինգենտը այսօր փորձում է որոշի երկրի ճակատագիրը, ցավալի բան է։ Տոտալ պայքար ենք մենք մղում դրա դեմ մեր հայտարարություններով, բխող բոլոր հետևանքներով, ինչ ասեմ, ավելի մենք ցանկանում ենք իրականում, ցանկանում ենք նախադեպ սարքենք, որ երկրում պետք է լինի ընտրություն, որ անձին չծախեն, անձին չառնեն, այսինքն անձը արդեն ընտրողը պոտենցիալ պետք է գիտակցի, որ վերցնելով հիմա ոնց որ բաները բարձրացել են 100,000, 150,000 են ասում, անգամ խոսում են, ասում են մարդիկ կան արդեն 3-4 ամսեկան գումարներ են ստանում եւ այլն։ Նրանք պետք է գիտակցեն, որ ընտրություններից հետո այդ գումար տվողը տասնապատիկ հետա վերցնելու իր թոշակից, հետա վերցնելու իր բիզնեսից։ Մեր նպատակը ազնիվ է, ավելին ասեմ, պաշտոնապես հայտարարում եմ, այն պայծ սկսած, որ ներգրավեցի եւ կատարում էի շտաբի պետի գործողությունները, դա նախորդ տարվա նոյեմբեր ամսից էր, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ հերթ ա եղել եւ հիասթափվել եմ ուղղակի այն կոնտինգենտից, որը որ կոչվում են քաղաքական միավորներ եւ բացառապես եղել է խոսակցությունը պատվերով։ Ես պատրաստ եմ վճարեմ X դրամ, բայց ցուցակի Y համարում, Z համարում պետք է լինի մեր տեխնացուն։ Եվ վերջին հաշվով արդյոք չի գալու մի օր, մի բան, մի ժամանակ, որ մարդիկ հասկանան, որ ընտրությունով է բացառապես որոշվում իր երջանիկ ապրելու իրավունքը, իր հարուստ ապրելու իրավունքը, իր օրինապաշտ ապրելու իրավունքը եւ վերջին հաշվով առիթը բաց չենք թողում մեզանից յուրաքանչյուրը ասելու, որ Հայաստան հայրենիք եւ այլն։ Գիտեք, հարգելիներ, ինձ համար հանրայդ փաստ է, որ յուրաքանչյուր հայի մեջ ինչ-որ մի անկյունում կա ինչ-որ մի հայրենասիրական զգացողություն, բայց այն աշճանի են այս 30 տարվա մեջ դա բթացրել, որ 30 արծաթի համար պատրաստ են անել են ինչ-որ մինչև հիմա արվում է։ Երևի մի քիչ շատ խոսեցի, թե հարց կա խնդրեմ։ Ուրեմն ինչը որ դուք ասեցիք իհարկե իրականությունից հեռու չի, որտեղ Արգենտինայի այստեղի նախագահան ընտրվեց բացառապես քարոզարշավ կազմակերպելով համացանցով, դուրս չգնաց, տենց մարզեր
չայցելեց, բայց միթե հայ մարդու համար կարևոր չի այդ կոնտակտ շփումը, այդ ձեռսեղմումը, անձամբ տեսնելը, անձամբ շփվելը թեկուս 5 րոպեով։ Հարգելի նայեք, եթե մեր առաջնորդը լիներ մեր կողքին, ավելի քան դրա օգտակար գործողության գործակիցը բարձր, որտեղ հեղինակային անձեր, հայտնի մարդեր եւ այո, կենթանի շփման կարիքը կլներ։ Ես մի առիթով նաև ասել եմ, թող բան չթվա, որ պայմանական ես իրավապաշտպան եմ, լավից վատից հայտնի եմ, ցուցակում կան մարդիկ, ասեմ որպես կանոն պատմություն կերտած զինվորականներ ունենք, բժիշկներ ունենք, մանկավարժներ ունենք, կուլտուրայի մշակույթի ոլորտից ունենք եւ մի առիթով ես հայտարարել եմ, որ գիտեք, մենք բոլորս պայմանական հարգելի մարդիկ ենք, բայց միախմբված, եթե մենք հիմա գնանք հարոզել անենք առանց Վարդան Ղուկասյանի բանել անենք, պայմանական Վարդան Ղուկասյանը չկա։ Մենք կարող ենք 1% հավաքենք, 2% հավաքենք։ Այստեղ Վարդան Ղուկասյանի անձի ֆակտորն է, ինչի։ Լավ, ինձ մեկ նաև հարց են տալի, որն էր պատճառը, որ դու որոշեցիր, որ պետքա ընտրություններին Վարդան Ղուկասյանի հետ ելնես, նախ արձանագրեմ, իմ ոչ կենսագրության մեջ երբևիցե կուսակցական չեմ եղել։ Եզակի մարդկանցից մեկն եմ, դա հանրահայտ փաստ է։ Եվ ինչի որոշեցի, որ հասկացա, գիտակցեցի որպես մարդ քաղաքացի, որ բացառապես Վարդան Ղուկասյանի սինդրոմով սանիտարությամբ պայմանավորված կարող ենք այս ավգյան ախորները մաքրել, որից հետո նորմալ հիմնակարերով գնանք կարողանանք շարժվենք առաջ։ Գիտեք, շատ կարևորում եմ ես այդ հանգամանքը, ինչի, որովհետև ցավոք սրտի այս 30 տարվա մեջ մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Եվ ավելին ասեմ, հայտարարել ենք, որ նախկինների ներկաների հետ տեղ չունենք գնալու։ Իրականում չունենք, ասեմ պատճառը որն է։ Որպես իրավապաշտպան եմ նաև հիմա բարձրաձայնել եւ կարևոր բան եմ ասելու։ Այս 30 տարվա ընթացքում մենք ունենք այն ինչ որ ունենք։ Բացական իմաստով եմ ասում։ Եվ եթե վերջիններս հրապարակային չեն բարձրաձայնում իրենց սխալների մասին, իսկ անսխալական մարդ չկա։ Չեմ բարձրաձայնում, որ սխալների արդյունքում հասել ենք մենք այս իրավիճակին։ Մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում։ Մենք իրանց հետ գնալու բան չունենք, բայց եթե կա գիտակցությունները կգա տվյալ քաղաքական միավորների, ովքեր իշխանություն են ժամանակին եղել, եւ դա կհայտարարեն, ասենք իմ ասածով, մեր ասածով, ես իմ պահով եմ ասում, Վարդան Ղուկասյանը դրա հետ կարող համաձայն չլինի։ Նրանք լինելու են իմ եղբայրներ եւ քույրերը։ Ավելին ասեմ, եթե Աստծով մենք կարող ենք ձևավորել նաև գործադիր եւ օրենսդիր մարմին կունենանք մեր տեղն ու դերը, ինքս ամեն ինչ անելու եմ, որպեսզի դավաճանությունը լինի մահապատիժ։ Եվ դավաճանություն ասելու տակ միայն չպետք է հասկանալ հայրենիքի դավաճանությունը։ Այս 30 տարվա մեջ անձը օրինակ եմ վերում մասնավոր, անձը մտնում ազգային ժողով, հաջորդ օրը ճամբարափոխ ալնում, որովհետեւ ներպետական օրենք կա եւ այլն եւ այլն եւ այլն։ Քանի անձ չի գիտակցում, որ դավաճանության համար ինքը իր կյանքով է հատուցելու, այս մենք ունենալու ենք, այն ինչ որ ունենալու ենք։ Ես որպես նաև Հայաստանում ապրող հայաստանցի եմ ասում, մի ահավոր է, չէ՞, մի ահավոր դա դարել է մշակույթ, դա դարել է բնավորություն, սկսած ընտրակաշառք վերցնելուց, չգիտեմ ինչ անելուց, վերջ ասած այդ կարգի դավաճանում են, բանա, բացառությունները թողենք։ Որտեղ մի դավաճանելու բան կա, մարդը հասկանում է, գիտակցում է, որ դա հետևանք չի լինելու։ Ավելին միտքս ավարտեմ, Աստվածաշնչյան մեջ միայն դավաճանությունն է, որ Աստծո խաղի կանոնով եղել է մահապատիժ, դա Հուդայի դավաճանությունն է։ Գիտեք, ես բանը, միգուցե հիմա շատ իրավագետներ, իրավապաշտպաններ կասեն, վայ, աման գիտի, Եվրոպա արժեքներ, բան եւ այլն, բացառապես այդ ֆորմատով է մարդու ինքնագիտակցությունը փոխվելու։ Դավաճանությունը դա ամենածանրագույն հանցագործությունն է, որ ամրագրել է Հիսուսը իր խաղի կանոններով։ Շատ լավ։ Հիմա մի քիչ սրացնենք հարցերը, պարոն Բաղդասարյան, ընտրվելու դեպքում դո կուսակցությունը տարածքային պահանջներ ունի մեր հարևաններից, այո թե ոչ։ Հարգելի Ընկեր, դրա այդ հարցի պատասխանը տվել է Վարդան Ղուկասյանը, ավելին մյուս քաղաքական միավորներին ասել է, որ դե դուք էլ խոսած եք, քաղաքային պահանջը ինձ համար մի փոքր արևոտ այլ ֆորմատով ստացվեց։
Բայց որ բացառապես հայտարարվել է, որ Արցախցին գնալու է Արցախ եւ իրավական հարթության վրա, առաջինը եւ երևի այս բային վերջինը եղել է Վարդան Ղուկասյան։ Այ բավական է, հետևեք դուք, ես իր լեքսիկոնով խոսույթով կդժվարանամ միտքը լավ արտահայտեմ, բայց բավական է ծրագրային դրույթները օրեկան կտրվածքով Վարդան Ղուկասյանը ծրագրային դրույթներ ասում, որոնց մեջ եղել է նաեւ դա։ Ընդ որում մի օր ինքը խոսում է պետական ծրագրերի մասին, հաջորդ օրը վերցնում է կոնկրետ մարզի սպეციფიკայով, պարզ ոսկեղենիկ հայերենով, շատ կուլտուրական բան բոլորի համար շատ հանրամատչելի ներկայացնում է տվյալ մարզի ծրագիրը։ Այդ խնդրեմ վերցրեք, նայեք, ներողություն, ով ցանկանում է շարժիրան։ Դա դրված է ինչպես կենտրոնական հանձնաժողովի համապատասխան կայքում, այնպես էլ դոկ լրատվական կուսակցության օրեկան ռեժիմով դա գնում է։ Ավելին ասեմ, շատ հաճելի էր ինձ համար այսօր իմացա, որ տասնյակներով լրատվամիջոցներ բան են անում, քաշում են այդ եւ ծրագրերը եւ խոսույթները բացարձակ առանց գովազդի, առանց գումարի։ Շատ լավ։ Իհարկե ես հետևում եմ այդ ամեն ինչին եւ նաեւ լսում եմ Վարդան Ղուկասյանի ելույթները, բայց մի բան է ես, մի բան է ժողովուրդը եւ այստեղ պետք է հասկանանք նաեւ որ մի բանը ինչ է ասում Վարդան Ղուկասյանը որպես անձ, լրիվ ուրիշ բան է, երբ որ ինքը եւ իր քաղաքական կուսակցությունը արդեն երկրի ղեկավարությունն է։ Եկեք ընդունենք, որ կարող է հանգամանքներ փոխվել այդտեղ ըստ քաղաքական իրավիճակից։ Ինչ եմ ուզում ասել, որ ամեն դեպքում դո կուսակցությունը տարածքային պահանջարկ ունի կոնկրետ Ադրբեջանից, ես ճիշտ հասկացա։ Արցախը հետ է պահանջում, թե միայն պահանջում է, որ ժողովուրդը վերադառնա։ Նայեք, ես հիմա փորձեմ իմ մասնավոր կարծիքը ասեմ, ըստ էության պահանջատիրությունը դա մի քիչ առավել հարաբերական հասկացողություն է էլի։ Վարդան Ղուկասյանը ինչ է ասում։ Հիմնական շեշտը դնում է տնտեսություն եւ բան։ Գիտեք, սա իմ կարծիքն է, իմ մասնավոր բանն է, էլի, այն ժողովրդական խոսք ասում է չփլախ հալիտ, դու ինչ ես ուզում։ Բայց այն որ մեջը դրած է, հիմքը դրած է պատմական տարածք, պատմական Հայաստան։ Այսօր Վարդան Ղուկասյանը իմպերատիվ ասում է հետեւյալը, ինչը չեն ասում մյուս քաղաքական միավորները։ Արցախցին պետքա գնա Արցախ, որ իր պատմական 1000 տարվա բնակավայրն է, որտեղպես այդ ֆորմատով ասում է։ Դա ինձ որպես քաղաքացի, որպես իրավապաշտպան լրիվ բավարար։ Բայց ֆորմատները մահ կամ ազատություն կամ չգիտեմ ինչ եւ այլն, դա մի հատ թռին ասա հոп, հա։ Այսինքն դու այս պայն չունենալով համապատասխան, ասենք, այդ բառը բան եղավ, կներեք հնարավորություն չունենալով, այո, չունենալով հնարավորություն քո հնարավորություններից դուրս դու ով ես, որ պետք է ինչ-որ գործառույթ անես։ Նայեք մի կարևոր բան ասեմ, ես չգիտեմ, Վարդան Ղուկասյանին ես ճանաչում եմ արդեն 4-5 տարի, անկեղծ լինեմ, ինձ համար նա բացական կերպար է եղել, երբ չէի զբաղվում իրավապաշտպան գործունեության Վարդան Ղուկասյանի, բայց երբ Հայաստանում սկսեցին ուղղակի տոտալ խոշտանգումներ անել այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ ունեին Վարդան Ղուկասյանի հետ, ես շփվեցի այդ անձնավորության եւ պաշտոնապես հայտարարում եմ։ Շատ քրիստոնյաներից ավելի քրիստոնյա։ Բավականին ազնիվ մարդկանցից ավելի ազնիվ է։ Տեսեք ինչ բան հայտարարություն եմ ես անում։ Այն ժամանակ տարբեր մարդիկ տարբեր ձևաչափով ասում էին դու չգիտես ինքը ինչքան վատն է, առավոտ մի բան ասում, հետո չգիտեմ ինչ անում։ Երկրորդ անգամ եմ կրկնում, պաշտոնապես հայտարարում եմ։ Շատ ազնիվ մարդկանցից ավելի ազնիվ այդ մարդը։ Ինչի՞ ես այս խոսույթը ասեցի, ինչ որ մի բանի մասին էի ուզում խոսեի։ Ամենայն դեպս ինձ համար ինքը առաջնորդ է, բացառապես այն խնդիրը, որ այսօր մենք ունենք, ու տեսեք եզակի քաղաքական ուժն է, պարոն Ղուկասյանը, որ եւ նախկիներին այսօր ոբշեմ անուն վերև իջացնում ներքև, հա, եւ ներկաներին։ Ցույց տվեք մի քաղաքական ուժի, որ երկկողմանի բան անում, այդ խոսույթը իրականացնում, այսպես ասած, մեղմ ասած քննադատում։ Եվ բացառապես այդ ֆորմատով միայն կարելի է սանիտարություն։ Եվ ես հավատում եմ,
որ իր առաջնորդությամբ Արևային Հայաստանը լինելու, ես էլ լինելու եմ դրա բաղկացիչ մասը։ Պարոն Բաղդասարյան, ձեր պատասխանից ես հասկացա, որ Արցախի հարցով մենք գնալու ենք միմիայն իրավական ճանապարհով առանց զենքի ուժի։ Ես ճիշտ հասկացա։ Գիտեք, ես չէ, ես ինքս որպես իրավապաշտպան միշտ արձանագրել եմ, որ առանց ուժի չկա արդարադատություն։ Վերցնում ենք սովորական դատական ակտերը, եթե մեջքիդ ուժ չկա, տվյալ դեպքում դակ ծառայություն չկա, իշխանություն, պետություն չկա, այդ արդարադատությունը դառնում է ոչ մի բան։ Նույնն էլ միջազգային իրավունքի հարցում։ Այն ուժն է ծնում իրավունքը, շատ հաճախ ասում են, որ դա նժդեի խոսքն է, բայց դա նժդեի խոսքը չի, հին իրավական դա խոսույթ է, նաև աստվածաշնչյան իրավանորմա, որպես իրավագետ եմ ասում, հա, որտեղ դա պարտադիր պայմանադիր։ Այո, իրավունքը գիտությունա բարու եւ արդարի մասին, բայց որպես դու կարողանաս կատարածես, դու պետք է ունենաս ուժ։ Հակառակ պարագայում դառնում ես փոքրամասնություն։ Նայեք, որպես փաստաբան, ես եզակի փաստաբաններից եմ, որ 2001 թվականից իրավապաշտպան ոլորտում եմ եւ կապ չունի, որ նախագահի օրոք ա եղել, իշքան մեծ հնչեղ գործեր կա, կոպիտ ասած քիթս խոթել եմ, սկսած A1+-ի եթերազրկումից վերջացած մինչեւ Վարդան Ղուկասյանի գործով, հա։ Եվ շատ հաճախ, երբ դու որպես իրավապաշտպան քո գործառույթները իրականացնում ես եւ շատ հաճախ այդ հնչեղ գործերով ընտրովի արդարադատություն ա գնում, դու հասկանում ես, որ դու իշքան անզոր ես արդեն, դու դառնում ես փոքրամասնություն։ Բայց երբ կարողանում ես որպես իրավապաշտպան անձանց գիտակցությունը փոխել եւ զգում ես այդ լիազոր մարմինների կողմից, այսպես ասած, խոսքս ընտրովի արդարադատության մասին է։ Օրինակ ես Մանվել Գրիգորյանի գործը բերեմ, հա։ Նայեք, Մանվել Գրիգորյանը ինձ համար եղել է բացական կերպար, երբ ձիու վրա էր, որպես իրավապաշտպան եմ արձանագրում, ոչ մեկ չի կարասի, որ ինչ-որ, չգիտեմ, ուղղակի անուղղակի կապ եմ ունեցել, օգտվել եմ եւ այլն։ Բայց երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ձերբակալեցին, կալանավարեցին, ավելին ասեմ, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերոստատեսությամբ հայտարարեց այն հայտնի տեսանյութերը, որ Տուշոնկան զինվորի նամակը տնում եւ այլն, ինքս նայեցի թողներեն հարազատներ, ասի լավ, մեղմ եմ ասում, բացական, բայց այսքան էլ բացական, արա, զինվորի բանը նամակը ինչ գործ ունի քո տան մեջ։ Նստել եմ TV-ով նայել եմ։ Բայց երբ իր մերձավորներից մեկը եկավ լացելով, արդեն փաստաբանական խումբը գործում էր, արդեն կալանավորել էին, ասեց, խնդրում եմ, հասկացի, պապայի շատ հարցերում կարան մեղադրեն, բայց այդ հարցում ինքը չկա էլի, խնդրում եմ, ոչ եմ կողքը եղի։ Հետո երբ իրականությունը ես տեսա, ուղղակի սարսափեցի։ Այդ ձևի սարքել, այդ ձևի հմեկում մոնտաժ անել, տանել, ցույց տալ եւ այլն, դա լրիվ ուրիշ ֆորմատ էր։ Ինչի ես գնացի գեներալ Մանվել Գրիգորյանը, հա, այդ բանի հետ կապված 40 օր հետո, հա, ասեմ, որ հիմա մեկ-մեկ ինձ ասում են Նիկոլի Մարտնա Բաղդասարյան Լևոնը, նշեմ, որ 2 տարի առաջ կարծես թե Ցեղասպանության հուշահամալիրում վերջինիս կիններ եւ երեխան, փոքր երեխաներ եւ կողքից այնպիսի արտահայտություններ արեցին, էկրանն էլ պայել են այդ երեխու վրա, որ երեխան սկսեց, այսպես ասած, համայրա լացում էր, ես ուրիշ ձևի չէի կարա, ես հաջորդ իմ հրապարակայինը բավականին տոտալ մեղմ ասած քննադատական էր, սկսեցին գրել է, Վարդան Ղուկասյանը բա ոնց է վստահ, Նիկոլի Մարտնա, ավելին, եթե ասո մենք գանք իշխանության, հարգելի Լենթգոյ, եւ լինի ընտրովի արդարադատություն, փողոցի արդարադատություն եւ կապ չունի դա ով է լինելու։ Գնալու մեկ մարդը կողքը կանգնեմ, երդվում եմ պարտվովս։ Չի լինել, մենք չպետք է նմանվենք նախորդների։ Իսկ գեներալի գործով պատկերացրեք 40 օր հետո երկրի վարչապետը հայտարարեց Տուշոնկա, 40 օր հետո Մանվել Գրիգորյանի խափանում կալանքը փոխվեց։ Հետո 40 օր հետո նորից տարան կալանքի, մինչև եվրոպական դատանից սանկցիան եկավ եւ դուրս եկավ։ Գիտեք, անսխալական մարդ չկա։ Ես ինքս անսխալական չեմ։ Բայց կյանքում բաներ կա, որ պետք է հասկանալ, գիտակցել։ Ուզեք մի հատ օրինակ բերեմ դրսի հանճարեղ մարդկանցից։ Իհարկե։ Նստվածություն չստացվի, որ հիմա թևերես բռնում եմ գեներալ Մանվելն եմ պաշտպանում, բայց գեներալ Մանվելը հակառակորդին
հակառակորդին վազել սովորացրեց բխող բոլոր բան հետևանք, այսինքն ոնց ասեմ, Հայաստանում իշքան հայեր կային, այդ կտորը բան անելով իրանք գիտակցում են, որ վերջին հաշվով հայ մարդ են ունեն արժանապատվություն։ Մեզանից հիմա հարկադրաբար ցավոք սրտի հարկադրաբար խլվեց մեր արժանապատվությունը բոլոր բացական հետևանքներով։ Ես ուզում եմ պատմեմ Ֆրանսիան, որ համարվում է դեմոկրատական, իրավական բարձր երկրներից մեկը, ունեցել են քանդակագործ Ռոդեն, հայտնի քանդակագործ ա եղել, եւ նա իր կյանքի վերջի տարիներին դիմում է պետությանը, իշխանությանը, նախագահին, այսպես ասած, ասում է ինձ տվեք այսինչ հասցեի պալատը, թագավորական պալատը, ապրեմ այնքան իսկան կապրեմ, հետո բոլոր քանդակներս ես նվեր եմ տալիս պետությանը։ Դե օրենքով սահմանված կարգով դատախազով բանով դնում են պայմանագիրը գրում են, եկե մի ամիս հետո դատախազը զեկուցում է նախագահին, ասում է պարոն նախագահ, մեզ քանդակները ծախում է։ Այսինքն իրավական առողջության վրա դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է քրեական գործ պայմանագրի լուծում բխող բոլոր հետևանքներով։ Եվ գիտեք նախագահան ինչ ասում։ Ասում է ինքը Ռոդենն է։ Էսի ես չգիտեմ ով ոնց կարա թող ընկալի, մարդու տեսակ կա, որ ինքը չեմ ուզում ասեմ օրենքից դուրս է, բայց շատ հարցերում պետքա ներողամիտ լինեն։ Հիմա հետ եմ գալի հասնում եմ Օհան Դուրյան մեր անճարեղ վարպետի։ Անձամբ եմ ճանաչել ես, ուղղակի ցավոք սրտի այն ժամանակ ես երիտասարդ էի, փաստաբան չէի, թե չէ շահերը կպաշտպանեի։ Նա նեղացած գնաց այս երկրից։ Ուրեմն փորձերի ժամանակ վերնաշան ինտելիգենտ մարդ է դա եղել։ Այնքան էլ նուրբ մարդ է եղել, մի փոքր էպիզոդ էլ բերեմ էլի։ Այն 90-ականների ծանր տարիներին ես եւս ապրել եմ այն բնակավայրում, թաղամասում, որտեղ Օհան Դուրյանն ապրում։ Մի հատ կանաչ գույնի Peugeot ուներ։ Ուրեմն պատկերացրեք, տրանսպորտ չկա, մարդիկ ոտքով իջնում են, ասիվներով, մարաշներով, նորքերով ոտքով իջնում են։ Այդ մարդը իր Peugeot-ով գալի կանգնում էր ժողովրդի մոտ, խցկվում էին, իջացնում էր ներքև, հետո բարձրանալուց նորից նստացնում բաներ անում։ Ես որպես Լևոն Բաղդասարյան նստացրել եմ, բայց ոնց ասեմ, ասենք նայել եմ, տեսնեմ հարևան լինի, հարազատ լինի, նու ասենք այտենց ասենք 5 հոգի տեղը 7 հոգի չեմ նստացրել, անկեղծ լինեմ էլի։ Այդ մարդը տենց էր անում, ես ինչի ես օրինակը դրեցի, որ պատկերացնեք իր մարդկային կերպարը։ Փորձի ժամանակ նա կարար փորձը դադարեցներ, ասենք երկրորդ ջութակին, ասենք աննշան էպիզոդիկ գործիք նվագողին ասեր «Տո անասուն, քեզ չեմ ասել, որ ստե պայմանական, ասենք պիանո նվագի»։ Հասկանում եք նա անջարեղ, հետո դրանից հետո ինքը ներողություն էր խնդրում։ Իբր բողոքների հետ կապված երկրի բարձրագույն ղեկավարությունը բան արեց, գործից հանեց, նա նեղացած գնաց։ Ես հիմա ինչի եմ այս օրինակը բերում, բերեցի Ռոդենի օրինակը, ոնց է գնաց, բերեցի Օհան Դուրյանի օրինակը։ Ես այդ տարիներին ճանաչել եմ նաև Տիգրան Լևոնյանին, Գոհար Գասպարյանին, ամենայն պատասխանությամբ ասում եմ, իրանք նեղացած գնացին այս երկրային կյանքից։ Լավ, վերջին հաշվով մենակ է, ինչի մենք բարձրաձայն ենք, ասենք մենք առաջին քրիստոնեական երկիրն ենք, քրիստոնյա ենք։ Բա ուր մնաց անձին գնահատելը։ Գիտեք, նորից եմ ասում, ասխալական մարդ չկա։ Նորից հետ եմ գնում Մանվել Գրիգորյանին։ Մանվել Գրիգորյանը նախ այդ փորձեմ վիրավորական չասեմ, այդ իշխանության ծնունդներ, այն իշխանության, որը որ ուներ պոզիտիվ պարտավորություն հաղթանակից հետո սաղին խաղի կանոններ տեղը դներ։ Ոչ թե մարզային բդեշխների ինստիտուտ սարքեր, ստե մենակ Մանվել Գրիգորյանի ֆակտորը չի։ Նաև մենք գիտենք պատերազմական սինդրոմը, գիտեք այն անձը, որ մի անգամ մասնակցել է մի մարտական գործողության եւ ահարուն է տեսել եւ նման կարգի բաներ է տեսել, ինքը լավ կգիտակցի թե մարդու պսիխիկան ոնց է։ Ու նման դեպքում դնել մի կարևոր բան եմ ասեմ, էլի հարգելի են, ստացվում է սիրուն մտերմիկ զրույց, ես հիշում եմ, բաներ եմ կամաց հիշում։ Երբ Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանեցի, ամբողջ համացանցը աշխարհի սա հայությունը սկսեցին Տուշոնկի փաստաբան եւ այլն եւ այլն։ Բավական է հիմա ես դուրս գամ մի քիչ քայլեմ, այդ նույն մարդիկ երևի մինուս պլյուսով մոտիկանում են, ասում են շնորհակալություն, որ դու կարողացար մենակ այդ թվերին մի առաջի մարդը, ու ես պարտավորված եմ զգում, դուք պատկերացրեք
համացանց Նիկոլ Փաշինյանի ֆակտորը 100+, այդ իմիջը 100+, ինչի 100+, որտեվ Հայաստան գումարած սփյուռք, դե պատկերացրեք այդ տարիների ոնց է սրբացնում էին։ Այ մեր ազգի բանը նաև դա է, մարդուն սրբացնում են, թող սարքում են տականք։ Նժդեին սարքին տականք, սրբացրին, ես Աստվածչանի վաղը նույնս կարող է սարքեն բան եւ շարունակական է այդպես, հա։ Ու այդ ժամանակ առաջի մարդը, որ դրական խոսեց հրապարակային, դա Մուրադ Տեր-Գրիգորյանն էր։ Եթե լսում են հարազատները ինքը, խորին շնորհակալություն եմ այդ, որը բարձրաձայնեց, ասեց ճանաչում եմ անձապետ մարդուն, չեմ հավատում, որ նա զինվորի այդ Տուշենկայի հետ կապ կունենար, բայց անգամ եթե ասում է ունի, ինչ եք դուք թուրքի ջրաղացին ջուր լցնում, մոտարապես այս ֆորմատով հայտարարություն արեց։ Ասել ես որն է, որ մարդը բարձրագույն արժեք է, մարդուն պետք է գնահատել։ Ավելին, միշտ այդ օրինակը բերում եմ, ես ասում եմ 41-43 թվականներին սովետական զինվորը միլիոններով հանձնվում էր։ 43-ից հետո նույն սովետական զինվորը ոչ թե գերի էր ընկնում, այլ գերի էր վերցնում։ Մարդու պսիխիկան այդպես պետք է, մարդը բարձրագույն արժեք է, մարդուն պետք է իտակցությունը փոխես, որ Իրանից այնքան շատ բան է կախված, բոլոր դրական հետևանքներով։ Ցավոք սրտի միակ անձը թող ներվի, որ նորից հետ եմ գալի դեպի Վարդան Ղուկասյանը, միակ անձը, որ գլխավոր ձևով կարա սանիտարություն անի, եւ դրանից հետո մենք ունենանք օրենքի դիկտատուրայով արևային Հայաստան, ինձ համար հանրայդ փաստը դա Վարդան Ղուկասյանն է։ Եվ ավարտելով միտքս ասեմ հետեւյալը, որ Հայաստանում ոչ միայն այն մասան լքեց Հայաստանը, որ հացի խնդիր ուներ, այլ լքեց այն մասան բավականին շատ, ովքեր սոցիալական անարդարության բանի տակ էին։ Գիտեք, եթե օրենքը հավասար չի գործում, մարդու մոտ առաջանում է որոշակի հարցեր։ Եթե օրենքը չի գործում, մարդը իջնում է դեպի փողոց, փողոցն է փորձում իր հարցերը լուծի։ Դրանք շատ կարևոր հարցեր են, որը իրավամբ դրա իրականացնողը վստահեցնում եմ ես դες, ավելի կան վստահեցնում եմ, լինելի է Վարդան Ղուկասյանը իր թիմը։ Շատ լավ, պարոն Բաղդասարյան, հիմա ժողովրդին նաև շատ է հետաքրքրում, ինչ դիրք կընդունի կուսակցությունը, եթե տոկոսային ընտրություններից հետո էլի տոկոսային այնպիսի մասնաբաժին ստանա, որ հենց իրենից կախված լինի, օրինակ, չգիտեմ, Սամվել Կարապետյանի անցնելը կամ չանցնելը, արդյոք կուսակցությունը կոժանդակի, որ Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան անցնեն խորհրդարան կամ այո։ Մենք հայտարարել ենք հետևյալը, ես էլ եմ պաշտոնապես հայտարարել, որ եթե մենք պայմանական 4% հիշեմ ենք հաղթահարելու, դա մեր համար պարտություն է եւ չի բացառում մեր մանդատները վայր դնենք, դա անհրաժեշտ փաստ է։ Երբ եկավ այն պահը, որ այսպես ասած ջոկերային տարբերակ է լինելու, որ պետքա կամ էս ուժն է միավորվելու գործադիր կամ այն մյուս ուժը, միանշանակ ասեմ։ Նախկինները կապ չունի ներկա իշխանությունն է, թե նախկին այսպես ասած առերևույթ օպոզիցիա, դա ուղղակի բացառվում է, չկրկնվեմ, ասեցի պատճառը որն է, 15-20 րոպե ասեցի։ Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, պարոն Ղուկասյանը հայտարարել է, ընդունելու են մեր գաղափարները, որը որ կա, իրանք գալու են, թող կոպիտ չենչի, իրանք են գալու, կպնեն այն գաղափարին, որը ունի կուսակցությունը։ Այդ ֆորմատով միանշանակ բան հրապարակային հայտարարվել է։ Այսինքն իրանք պետք է միանան կուսակցությանը, ոչ թե կուսակցությունը իրանց։ Դե քանի որ գաղափարը մերն է, նայեք այսօր մեզ միացան որոշակի քաղաքական ուժեր, միավորներ, բայց դա շատ սիրով եմ ասում, որովհետև մեր գաղափարին միացան։ Ավելին մենք սկզբից դաշինքով էինք ցանկանում, եթե դուք ուշադրություն դարձրեցիք, ես որպես շտաբի պետ հետաքրքիր մարտավարություն ձևավորեցի, ինձ համար ռուսական, եվրոպական, ամերիկյան չկա։ Ինձ համար կա ընդհանուր միասնական ճանապարհ գնալը։ Ավելին ատում եմ ռուսաստրուկներին, ամերիկաստրուկներին, եվրոպաստրուկներին, որ այս ընթացքում կարողացա ես տեսնեմ, հա։ Ու նման դեպքում մեր հետ, այսպես ասած, առերևույթ համագործակցեցին եւ արևմտյան ուժերը եւ ռուսական ուժերը։
Դաշինքով ինչի չգնացինք, անկեղծ լինեմ, ռիսկ տեսանք, որ դաշինքով գնալուց առավել ևս տարբեր քաղաքական գաղափարախոսության միավորումներ էին, դաշինք գնալուց հետո ճամբարափոխ պետքա լինեին, այսպես ասած, ինչը մեր ցավոք սրտի ներպետական օրենքը թույլ է տալիս։ Մгм. Ավելին այս ընթացքում քաղաքական պայմանագիր է կնքվի հաշվի առնելով այդ ճամբարափոխ լինելը, ասեմ ավելին, բացարձակ հարգելի ընդդիշ, ոչ մեկից, ոչ մի պատգամավորի թեկնածու, ինչ-որ մի օլիգարխ, բացարձակ ոչ մեկից ոչ մի պաշտոնապես հայտարարում եմ, ոչ մի գումար չենք վերցրել։ Եվ քաղաքական պայմանագիր են ստորագրել պատգամավորի թեկնածուները, որ ընդունում են դոկուսակցիան գաղափարախոսությունը, կետ 1։ Երկրորդ, եթե կանցնեն ազգային ժողով եւ չեն ընդունի դոկուսակցիան գաղափարախոսությունը, մանդատը դնում են հաջորդն է գալիս, բայց ճամբարափոխ լինելու ժամանակ ցավոք սրտի ներպետական օրենքը թույլ է տալի ճամբարափոխ լինել, որ ես կոչում եմ դավաճանություն, անցնենք կառավարություն ձևավորենք, օրենսդիր մարմին, այդ օրենքը փոխվելու է։ Կամ բանը ֆիքսել ենք բավականին մեծ զրոներով բան գումար տիպը կաշկանդելու Մгм. ռիսկը չեզոքացնելու հետ կապած, որը որ պետք է իրանց պապաները վճարեն, նոր ճամբարափոխ լինի։ Մոտարապես այս Մгм. փոխ։ Շատ լավ։ Հիմա Վարդան Ղուկասյանը միշտ ասում է, որ մենք պետք է հարևանություն կամ ընկերություն անենք, հա, դաշին կազմենք հենց Ռուսաստանի եւ Պարսկաստանի հետ։ Բայց այս պահին Ռուսաստանի պահվածքը ոչ այդքան հայամետ է։ Անգամ մեր պետականության դեմ է, իրանց արտահայտությունները, իրանց կոչերը, մեր ներքին գործերին խառնվելը ամեն դեպքում ինչ էլ ուզում է լինի մեր երկրում, խնդրեմը մերն է, ոչ թե իրանցը։ Ինչպես դուք կարձագանքեք այս ամենին եւ ոնց պետք է այս հարցերը Մի լուծվի։ փոքր հարցը հասկանալ է, շատ տեղին հարց էր։ Ես մի փոքր փորձեմ խմբագրեմ ձեր ասածը եւ նման դեպքում ասածիս, այսպես ասած, հիմնավորումը արտաքին քաղաքականության հետ կապված ունի ծրագրային դրույթ, որը որ հրապարակել է։ Նման բան չի ասի արգելին։ Թելա որպես դաշնակից, հարևան դաշնակից Պարսկաստանին, Ռուսաստանին եւ եվրոպական բանի հետ կապված բավականին գեղեցիկ այնտեղ ծրագրեր կա, ընդհանրապես պետքա նայել այդ համագործակցությունը բանը եւ այլն։ Միևնույն ժամանակ մի առիթով պարոն Ղուկասյանը ասեց այսօր եվրոպականացումը, հենց ուղակի եվրոպականացումը դա բան է, թուրքացումը, քանի որ տարածաշրջանում գլխավոր խաղացողը այս պահին Թուրքիան։ Շատ ճկուն ծրագիր է, ընդհանրապես բանը ամենը պետքա նայել, տեսնել ինչքան գեղեցիկ է։ Այսինքն Վարդան Ղուկասյանի խոսույթում հետեւյալն է. մենք ազգային ենք։ Այո, ես փորձեմ համեմատեմ Վարդան Ղուկասյանի թողների պարոն Ղուկասյանը, ամենայն դեպս ես ինձ բռնեցի քիչ առաջ այն գիտակցության, որ իսրայելական ծրագրի բան եմ տեսնում, բաղադրամաս եմ տեսնում 40-ականներին, երբ Իսրայելին տվեցին ընդամենը հողակտոր։ Ի տարբերություն Հայաստանի, որ կոմունիկացիաներով Աստված լիքը բարիքներ է տվել մեզ։ Եվ այդ հողակտորում շրջապատված մեղմ ասած հակառակորդներով Իսրայելը դարձավ տարածաշրջանի խաղացող։ Ես տեսնում եմ եւ նմանացնում եմ Վարդան Ղուկասյանի քաղաքականությունը դրա հետ։ Վերջին հաշվով արգելեն ուշն է ծնում իրավունք եւ դրա համար ընդհանրապես անհրաժեշտ է որոշակի ժամանակ եւ ամենակարևորը ամեն մեկ իր տեղում դերում եւ իրականում երրորդ անգամ եմ ասում, կներեք, շատերի դուրը կարող չի գա Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ։ Ես այս տարիքում այդ գիտակցությանը հասել եմ։ Բացառապես ինքը կարա սանիտարություն անի, բայց հետագայում արդեն ես որպես Լևոն Բաղդասարյան Աստվածը չանի, որ փորձի ոնց որ ասում է քերթեմ, չգիտեմ ինչ անեմ եւ այլն, դա չի լինելու, որովհետեւ պետքա տարբերվի, թիմը պետքա տարբերվի նախորդներից։ Չի լինելու նման բան։ Լինելու է օրենքի դիկտատուրա հավասար բոլորի։ Շատ լավ, պարոն Բաղդասարյան, չնայած շատ հարցեր ունենք, բայց հաշվի առնելով ձեր հոգնածությունը եւ ժամանակի թանկարժեքությունը, չենք գողանա ավելի ժամանակ ձեզանից, խնդրեմ ձեր եզրափակիչ խոսքը եւ դիմումը ժողովրդին։ Նայեք, կյանքում երկու բան կա, որ չես կարող հետ բերել, դա ժամանակն է եւ առողջությունը, բայց ուզում եմ արձանագրեմ, բավականին պոզիտիվ էր ինձ համար ձեր հետ քննարկելը, զրուցելը, իրականում շնորհակալ եմ։
Ընդամենը փորձեմ կարճ արձանագրեմ Վարդան Ղուկասյանի այս կարգավիճակով, լավ վերջերաշվով վարչական կալանքի տակ գտնվող անձը 1.5 տարի հավատացնում եմ ձեզ, ինձ համար դա ավելի սովորական էր, քան թե Միացյալ Նահանգների լոյերների գլուխները բռնելն ասում են չկա sense բան։ Ջը Ես ամենայն դեպս ուզում եմ լուսավոր կետը նորից եմ ասում, նայա, որ ընտրությունների շեմին գերտերությունները, տվյալ դեպքում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը շատ լավ հասկանում են, որ Վարդան Ղուկասյանը սովորական քաղաքական գործիչ չէ։ Նա տարածաշրջանում ուժային եւ քաղաքական հավասարակշռություն փոխելու ներուժ ունեցող խաղացող է։ Դա ամենայն դեպս դա է ցույց տալի այսօրվա վիճակը եւ ըստ էության, նայեք, մի կողմից Միացյալ Նահանգները փորձում է նրան պայել իր ազդեցության տիրույթում, մյուս կողմից Ռուսաստանը եւս հասկանում է, որ Հայաստանի ներսում ձևավորվող նոր քաղաքական իրականությունում Վարդան Ղուկասյանի գործոնը անտեսել այլևս հնարավոր չէ։ Եվ գիտեք, ամենակարևորը նա է, որ այս ամիսների ընթացքում, ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ քաղաքական օրակարգ թելադրող դեմք։ Գիտեք, հարգելի Լենգեշ, որպես իրավապաշտպան եմ փորձում, պրակտիկ փաստաբան եմ փորձում արձանագրեմ, երբ մարդուն փակում են դրան այն կողմում եւ նա մեկուսացման մեջ է, դա նախ իր էգոն է բարձանում, երկրորդը ամեն կերպ փորձում է այնպես անի, որ մի ժամ շուտ ազատվի։ Անազատությունը շատ մեղմ ասած շատ վատ բան է։ Եվ տարիքես այն էլ վարչական կալանքի բերդում, որտեղ տարական հարմարություններ չկան, որտեղ այդ բերդը սարքել են, որ մարդը 5 օր մնալու գնացենք խոսքի։ Մի ուրիշ առիթով կպատմեմ, թե ինչ հեղափոխություն արեց նաև ռեֆորմատիկ հեղափոխություն հենց բանտում։ Դա առանձին թեմա է, կարճ ասեմ, նախկինում այնտեղ պրագուլկա չէին անում, քանի որ 5-10 օր էին մնանում, պրագուլկեն օրը 1 ժամ, 2 ժամ։ Վարդան Ղուկասյանի իմբոս տեսակից հետո հիմա 2 անգամ են անում պրագուլկա, ոչ միայն Վարդան Ղուկասյանին, այլ նաև բնական է։ Ну, ասենք ընդհանրին, այսինքն մարդու տեսակ կա, որոնց հնարավոր է ֆիզիկապես մեկուսացնել, բայց անհնար կոտրել։ Հավատացնում եմ Վարդան Ղուկասյանի այդ կերպարն է։ Հենց այդ պատճառով էլ անգամ անազատության մեջ Վարդան Ղուկասյանի խոսքը շարունակում է ազդեցիկ մնալ։ Մարդ, ով որ 5 տարի ազատության մեջ, ինչ 5 տարի, 5-6 տարի իր մի հատ կոմպով ոչ միայն ռեյտինգը ընկավ, այլ ռեյտինգը բարձրացավ։ Բավական է այսօր Վարդան ինքան ճիշտ նկատեցիք, Վարդան Ղուկասյանը լիներ ազատության մեջ Հայաստանում եւ շրջեր ինքը մարզերով, դուք պատկերացնեք ինչ բուներ լիներ։ Ընտրողը թող ինքը որոշի ինչա ցանկանում։ Ցանկանում է 30 արծաթով թող ներվի, ծախվի, հետո 300 անգամ իրանից հետ գանձեն, թե իրականում ինքը եւս հակված է, որ հետ բերի հարկադրաբար խլված արժանապատվությունը եւ ես հավատում եմ, ապրել ենք արևային Հայաստանում։ Թող չմտածեն, որ քելքս թրծրել եմ, չգիտեմ։ Մենք ապրել ենք արևային, ես տեսնում եմ դա եւ հավատում։ Շատ լավ, շնորհակալություն, ժողովուրդ ջան, մեր հյուրն էր դոկ կուսակցության շտաբի պետ փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Ստեսյուն, հաջողություն։ Խորը շնորհակալություն, ստեսին ձեզ։